Մենք վերադարձանք, մեզ այդ հյուրերն են մեր արդեն եւ խոսելու ենք ադապտիվ ֆիզկուլտուրայի մասին, ինչ է դա ընդհանրապես, որովհետեւ ֆիզկուլտուրան գիտենք, բայց ադապտիվ ֆիզկուլտուրան ինչ է, այսօր մենք կբացահայտենք եւ մեր հյուրերն են այսօր։ Իհարկե, սիրով կներկայացնեմ, ասեմ, որ թեման շատ կարևոր է մեր օրերում, դա ուժի մասին է, կամքի մասին է, բայց կա եւս մի շատ կարևոր գործոն, որը մարդասիրությունն է, եւ այդ մարդասիրությունը կարող է կյանքեր փոխել։ Իսկ մեր հյուրերն են ադապտիվ եւ բուժական ֆիզկուլտուրայի շարժ առողջարարական ասոցիացիայի հիմնադիր, օգնենք ծնողներին բարության մարաթոնի հեղինակ Սահակ Խաչատրյանը եւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետ Գոհար Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե հենց հիմա մեզ ասեք, ինչ է դա նշանակում, ինչ է նշանակում ադապտիվ ֆիզկուլտուրա։ Ադապտիվ, որովհետև ես օրինակի համար սիրում եմ տաք եղանակ ու կարող եմ մենակ տաք եղանակին պարապեմ, իսկ դուք ինձ ադապտացնելու եք, որ ես սառը եղանակին պարապեմ, կամ ֆիզկուլտուրայով զբաղվեմ, թե ինչ որ ուրիշ բան է դա։ Մոտ էր ձեր ասացին, բայց նաև նշեմ, որ ադապտիվ հարմարեցված ֆիզկուլտուրա հատուկ կարիքով անձանց երեխաների համար որոշ վարժություններ, սպորտային, մարմնամարզական էլեմենտներ մենք բաժանել ենք մանր մասերի եւ մատուցում ենք երեխաներին, որպեսզի ավելի հեշտ ընկալեն, ավելի հեշտ սովորեն ու ավելի արագ հարմարվեն հենց ֆիզկուլտուրա մշակույթին։ Դա բոլոր երեխեքին է վերաբերվում։ Հատուկ կարիքով բոլոր երեխաներին։ Հատուկ կարիքով բոլոր երեխաներին։ Հատուկ կարիքով բոլոր երեխաներին եւ ասեմ, որ նախադպրոցական տարիքի երեխաներին, ովքեր որ մանկապարտեզում կամ հենց առաջի դասան, մինչև 4 դասան, երբ որ անցնում են ֆիզկուլտուրա առարկան, ուսուցիչը սովորացնում է հենց փոքր քայլերով։ Փորձում է նաև ցածկը բաժանի էլեմենտների, ոնց են ասում, ձեռքերը պահում ենք, ոտքերի մոտ ծնկները ծալում ենք, էլեմենտների բաժանում ենք եւ ցույց ենք տալիս պարտադիր, դրանից հետո նոր ասում ենք կատարիր։ Որ դուք ասում եք այդ երեխեքի համար, ինչն է ձեզ համար այդ ոնց եք դուք այդ երեխաներին ընտրում, դա ֆիզիկական ինչ որ խնդրի հետ է կապված, թե դա մտավոր խնդրի հետ է կապված, ինչն է։ Թիրախային խմբերը։ Գոհար ջան։ Թիրախային խմբերը հիմնականում հատուկ կարիքով բալիկներն են, աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, Դաունի սինդրոմ, հիմնականում ադապտիվ ֆիզիկական կուլտուրայում աշխատում ենք հատուկ կարիքով երեխաների հետ, նրանց ադապտացնում ենք սոցիալական միջավայրին, հատուկ մշակած վարժությունների միջոցով աշխատում ենք նաև նրանց ընկալման վրա, ինքը մի քիչ շատ բազմազան է ազդում որպես այդպեսին երեխաների վրա։ Ուշադրության կենտրոնացման վարժությունները շատ լավն են ու շատ հետաքրքիր են մշակված, ունենք երեխաներ, ովքեր ունեն ուշադրության դեֆիցիտ, շատ դժվար են կենտրոնանում եւ մենք այդ վարժություններով շտկում ենք երեխայի ուշադրությունը։ Ունենք երեխաներ, ովքեր ունեն շարժողական հմտությունների դժվարություններ։ Մենք վարժությունների հաշվին օգնում ենք, որ երեխան կարողանա ավելի հեշտ շարժվի միջավայրում։ Համարենք ոտքը լավ չի բարձրացնում, մկանային դժվարություններ ունենք, տոնուսի հետ կապված դժվարություններ ունենք։ Ունենք երեխաներ, ովքեր ունեն ընկալման հետ կապված դժվարություններ, եւ մենք մշակված ունենք վարժություններ, որոնք երբ որ սովորացնում ենք երեխային եւ երեխան այդ վարժությունները կրկնում է, շտկում է երեխայի ընկալումը, հիշողությանը նպատակաուղղված վարժություններ։ Երբ որ երեխան կատարում է մեր կողմից մշակված այդ վարժությունները, շտկում է երեխայի նաև հիշողությունը, ինչը շատ լավ անդրադառնում հատուկ կարիքով երեխաների համար, որովհետև ամբողջ դասապրոցեսի ժամին մենք խոսում ենք երեխաների հետ։ Դուր, վերցրա, տար, բեր, դրանք ուղղակի ֆիզիկական վարժություններ չեն, այլ դրված է այդ ամենի մեջ սեր, հոգատարություն, նաև իմաստ։ Իսկ կարելի է ենթադրել, որ սա միայն երեխաների հետ աշխատանք չէ եւ այն մարաթոնը, որ կազմակերպվում է, կոչվում է օգնենք ծնողներին, նաեւ աշխատանք է ծնողների հետ։ Այո, իհարկե։ 50% աշխատանքը բնականաբար մեր կողմից տրամադրվում է ծնողին։ Մենք ներկայացնում ենք, թե դասապրոցեսին ինչ տեղի ունեցավ, երեխան ինչ նոր կարողություններ, հմտություններ ձեռք բերեց, եւ դա շատ լավ անդրադառնում ծնողի վրա։ Ծնողը մեծ հույս է ունենում եւ հոգեպես ավելի ակայունանում եւ ավելի ուժեղ է իրան զգում, հասկանում է, որ ինքը մենակ չի եւ նրան օգնողը կա եւ ամենակարևորը շարունակում է վստահել իր երեխային։
Իսկ ծնողները պետք է տունը շարունակեն։ Պետք է պարապեն։ Անպայման, որովհետև 40 րոպե տևողությամբ մեր պարապմունքները չեն կարող այդ արդյունքը տալ, որը ծնողը պետքա նույն մենք տալիս ենք նրան տնային հանձնարարություններ եւ նա նույնը պետքա կատարի տանը։ Ես ինքս լինելով ծնող հատուկ կարիքով բալիկի հասել եմ մեծ արդյունքների դրա շնորհիվ։ Այստեղ մյուս հարցն է առաջանում։ Դուք նոր ասացիք հատուկ կարիքի բալիկ ունեք։ Այդ դարավ դրդապատճառը, որ այդ ամեն ինչով զբաղվեցիք։ Միջև այդ ես աշխատել եմ որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, երբ որ արդեն բալիկիս մոտ իմացանք նրա առանձնահատկության մասին, շարունակական կրթություն ձեռք բերեցի եւ սկսեցի աշխատել հատուկ կարիքով բալիկների հետ, հասկանալա, որ ես կարող եմ օգնել ոչ միայն բալիկներին, այլ նաեւ ծնողներին այդ ծանր հոգեբանական վիճակում, որովհետեւ ծնողի համար սկզբնական շրջան փուլը շատ դժվար է, երբ որ կանգնում է իրականության հետ դեմ դիմաց եւ պետք է ընդունի այդ իրականությունը եւ բալիկներին կարող եմ ավելի հեշտ օգնել եւ ծնողին ինչ որ չափով, որտեւ իմ կյանքում էլ է եղել մասնագետ, ով եղել է մայրիկ, ու ինքին շատ է օգնել իր օրինակին հետեւելով, ես որոշեցի, որ պետք է ես էլ դառնամ նրանցից մեկը, ով կարող է օգնել եւ բալիկներին եւ իրենց ծնողներին։ Իսկ արդյոք կա ներողություն համաշխարհային փորձ ադապտիվ ֆիզկուլտուրայի եւ որտեղ է Հայաստանը։ Մենք նոր ենք քայլեր անում, թե այստեղ էլ կա արդեն որոշակի հաջողություններ այս ոլորտում։ Ծագումը Մեծ Բրիտանիա, Ամերիկա, ճիշտ է, տարածումը ավելի շատ Էսպանիան, Ռուսաստանի Դաշնությունն է լինում, Ղազախստան, եւ ասեմ, որ մենք հետ չենք միջազգային ասպարեզից, որովհետև բավականին շատ երկրներից գալիս են Երևան, գալիս են Հայաստան, սոցիալ վերականգնողական իրանց թերապիաները ստանալու, որովհետև շատ ծնողներ արդեն տարածել են այն լուրը, որ երեխաները մեզ մոտ զարգանում են եւ շատկվում են։ Իսկ երեխաների մոտ դուք եք գնում, դա ինչ որ կենտրոն գոյություն ունի, որտեղ կարող են երեխաներին բերել ձեզ մոտ։ 9 կենտրոն Երևանում, մենք կենտրոնները նաև շատ մտածված եւ դիպուկ ենք բացել, որովհետեւ երբ որ բացեցինք առաջի կենտրոնը եւ ունեցանք առաջի արդյունքները, բավականին հոսքը մեծացավ երեխաների ու ծնողների վստահությունը մեր նկատմամբ մեծացավ եւ մենք բացեցինք երկրորդ կենտրոնը։ Դե մենք գիտենք մեր Երևանի խցանումների մասին, մենք հաջատեղյակ ենք եւ երբ որ երեխան ուշանում էր, մենք շատ դժվարությամբ ենք կարողանում արդեն դասը լրացնել, որովհետեւ հաջորդ բալիկի ժամն էր գալիս։ Մենք աշխատում ենք առավոտյան 9-ից մինչև 6-ը մեկ ընդմիջման հաշվարկով եւ ինչու դիպուկ սկսեցինք բացել ավելի շատ կենտրոններ, որ ամեն երեխա, ամեն ծնող խնայեն իրենց ժամանակը, իրենց ֆինանսները, իրենց առողջությունը եւ այս պահին համարյա բոլոր թաղամասերում մենք բացված կենտրոններ ունենք, որտեղ երեխաները ստանում են իրենց դասընթացները։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կա կենտրոն։ Համարենք Շենգավիթում այս պահին չունենք եւ Էրեբունիում չունենք, Նորքում ունենք Դավիթ Հաշեն, Մալացիա կենտրոն։ Իսկ ձեզ ոնց կարելի է գտնել։ Այ հիմա մեզ լսում են ահագին մարդ, երևի ճանաչում են մարդկանց, որոնք բախվել են այս խնդրի հետ, ոնց կարող են ձեզ գտնել, ոնց կարող են ձեզ մոտ գալ, ոնց այդ process-ը ընդհանրապես կազմակերպված։ Առհասարակ, երբ որ խոսքը գնում է նախ վստահության մասին, մեզ գտնելու համար նախ պետք է մեզ վստահեն եւ ծնողները մեկը մյուսին հարց ու փորձ են անում, կարծում եմ հենց այս եթերից հետո, երբ որ մեզ տեսնեն, բնականաբար ամեն ծանոթ իր ծանոթին կսկսի հարցադրումներ անել, ճանաչում եք թե չեք ճանաչում։ Մեզ գտնում են սոցկայքերի միջոցով, ունենք Facebook-յան էջ, Instagram-յան էջ, կոչվում է օգնենք ծնողներին։ Եվ մեր անձնական էջերով Սահակ Խաչատրյան եւ Գոհար Գրիգորյան։ Նաեւ քանի sense խոսում ենք եւ մասնագետների մասին, թե մասնագետներին առհասարակ մեր հայ ոնց են գտնում, նաեւ կուզեմ շնորհակալություն հայտնեմ մեր թիմի բոլոր անդամներին եւ ուզում եմ ասեմ, որ մենք ունենք մոտ մեր կազմակերպության ներսում 30 եւ ավել մասնագետներ, կինեզոթերապիստներ, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ, հատուկ հոգեբաններ, հատուկ լոգոպեդներ, էրգոթերապիստներ, ում ուղղակի խոնարհվում եւ խորին շնորհակալություն եմ հայտնում իրանց կատարված առաքելության համար։ Հերիք է այդ քանակը ձեզ։
Մասնագետների քանակը հերիք չէ բնականաբար, որովհետև մի փոքր անհանգստացնող բան պետք է ասեմ, գնալով երեխաների թիվը մեծանում է համաշխարհային sense բանով վերցրած, տվյալներով վերցրած տարեստարի աճում է պայմանավորված տեխնացին աղետների հետ, քիմիական ինչ-որ տես պրոցեսների հետ, ծննդաբերության ընթացքում տարբեր հիվանդությունների, տարբեր դժվարությունների, ստրեսացին ինչ-որ ապրումների հետ տարեստարի թիվը մեծանում է եւ այս պահին նաեւ մենք էլ համահունչ նոր մասնագետներ ենք փորձում պատրաստել եւ նաեւ ավելի պրոֆեսիոնալ եւ որակով ծառայություն մատուցել։ Իսկ որտեղ եք պատրաստում, որտեղ կարող են պատրաստվել, ինչ որ կա հատուկ, չգիտեմ, ֆակուլտետ կամ կուրսեր։ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում կա բաժին կինեզոլոգիա եւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրա։ Կինեզոլոգիայի մասին գիտեի, բայց ադապտիվի մասին տեղյակ չէի։ Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա, որտեղ ստանում են կրթություն մասնագետները, այնուհետև վերապատրաստվում են, որից հետո նոր անցնում են աշխատանքի։ Լրացնեմ Գոհարին, մենք նաեւ որպես ներկայանում ենք հասարակական կազմակերպություն նաեւ ունենք հուշագիր ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ եւ նրանք ովքեր 4-րդ կուրսի ուսանողներ են եւ արդեն պետքա պրակտիկ դասընթացների մատուցեն, անցնեն պրակտիկ դասերը, մենք այդ հուշագրի սահմաններում վերապատրաստումը իրականացնում ենք մենք։ Ինչքան մարդ է մնում, օրինակ համար եթե ֆակուլտետում սովորում են 30 հոգի մարդ, ինչքան մարդ է հետո գալիս ձեզ մոտ ու մնում են ձեզ մոտ։ Ուղղությունը այնպեսին է, որ շատ ցանկալի է, որ իհարկե այս ուղղությամբ ադապտիվ ֆիզկուլտուրայի ուղղությամբ ավելի շատ հենց տղաներ սովորեն, տղաներ ավարտեն, որովհետև մենք երեխայի հետ հավասար ենք կատարում ֆիզկուլտուրան, այսինքն գրկում ենք, տեղափոխում ենք, ոտքը բարձրացնում ենք, իջացնում ենք։ Մեզ մոտ չեն գալի ասում ողջույն ընկեր Սահակ, թխում են ու ասում են ես պատրաստ եմ, արի սկսենք պարապելը։ Գալիս են հույզը։ Մենք պետքա հույզը նախ կարողանանք կառավարենք։ Երեխա ճանապարհ անցել, հուզվելա, նեղվելա, մի քիչ պետքա խաղանք, վստահությունը, սերը շահենք եւ ասեմ, որ երեխաների մեծամասնությունը մի քիչ քաշ հավաքած երեխաներ են, քաշով երեխեք են, իրաց բարձրացնել, իջացնել։ Եվ անցնելով ձեր հարցին, թե համարենք 30 հոգին ընդունվեցին, թե քանիսը կմնան, կարծում եմ այս պահին 3-ից 5-ը կմնան ոլորտում։ Որովհետև ինչպես որ բոլոր մասնագիտությունները մեծամասնությամբ մենք ուղղակի ընդունվում ենք ինստիտուտ ավարտելու համար, բարձրագույն կրթություն ունենալու համար, շատ վատ մոտեցում է։ Շատ վատ մոտեցում, ինքը մակերեսային կրթություն է դառնում եւ ասեմ, որ դեպի մեր ոլորտը նաեւ շատ այլ ոլորտներից են տեղափոխվում, գալիս են զուտ աշխատանք դիտարկելու համար, աշխատանք, ֆինանսներ դիտարկելու համար կան մասնագետներ, ովքեր իրավագիտություն են ավարտել, կան մասնագետներ, ովքեր այլ մաքսային ինչ-որ գործ են ավարտել եւ առհասարակ իրանք մանկավարժության, հոգեբանության, ֆիզկուլտուրայի հետ կապ չեն ունեցել, բայց այս պայն կրթությունը թույլ է տալիս, որ գան, իհարկե փոխեն, շարունակեն եւ այս ուղղությամբ աշխատեն։ Խոսելով վստահության մասին, իհարկե ծնողներին երևի թե ամենից շատ կառաջնորդի հաջողության պատմությունները։ Կան այդպիսիք, որ դուք էլ բախվել եք շատ դժվար դեպքի, իհարկե հավատով եք մոտեցել, այնուամենայնիվ արդյունքը գուցե գերազանցել է ձեր սպասումները։ Ես կուզեմ Գոհարը պատմի հենց իր տղայի արդյունքների մասին, սա կարծում եմ լավագույնը կլինի։ Տղայիս մոտ արդյունքները շատ են եղել, հենց դա էլ եղավ դրդապատճառ, որ ես մտնեմ ասպարեզ, երբ որ սկսեցինք հաճախել ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի դասերը 2020 թվականի վերջերում COVID-ից հետո նրա մոտ ես միանգամից աուտիզմ իր պարապմունքները երբ որ սկսեցինք, ունենք շատ վարքային լուրջ խնդիրներ, ունենք ընկալման հետ կապված շատ լուրջ խնդիրներ ու երբ որ սկսեցինք հաճախել, աստիճանաբար ես նկատեցի նրա մոտ շատ մեծ փոփոխություն։ Հենց դա էլ դարձավ դրդապատճառ, որ ես էլ սկսեմ աշխատել ու ունենք էլի բալիկներ, ում հետ չենք մտածել, բայց ունեցել ենք շատ մեծ արդյունք։ Աշխատանքը եղել է համագործակցված, չեմ կարող ասել մենակ մեր աշխատանքն է եղել է ադապտիվ լոգոպեդ համագործակցելով աշխատանք ունեցել ենք մեծ արդյունք, ում ճանապարհել ենք մանկապարտեզ։
Մանկան։ հա, շատ երեխաներ են ունեցել, որ նաև մանկապարտեզ են կարողանում գնալ, շփվել մյուս երեխաների հետ, խաղալ մյուս երեխաների հետ։ Գոհարը մի փոքր համեստ ներկայացրեց նաև իր տղայի պատմությունը, իր տղան խոսում է եւ փարտիրոջը ճիշտ է կարճ 2-3 բառով վերջերս կազմա նախադասություններ ընկեր Սահակ ես ուզում եմ այս օրինակ կարա ցույց տասի իհարկե շնորհակալություն ենք հայտնում մեր լոգոպեդին Դիանա Ավետիսյանին ով մեծ ներդրում ունի երեխայի խոսքի ուղղությամբ ազատ հանգիստ եթե իրան ինչ որ մի պետք է ինչ որ մի բան է պետք ինքը կարողանում է գա ասի տանը կենցաղում լրիվ ազատ է հանգիստ է այսինքն սննդի հետ կապված, սեփական կարիքի հետ կապված բավականին լավ հաջողություններ ունենք նաև մեր մյուս կենտրոններում։ Ունենք երեխաներ, ովքեր ունեցել են հենաշարժողական դժվարություններ, հա, քայլակով են քայլել, նաև 2 քայլակով այս պահին ես վերջերս մոտավորապես մի 3-4 օր առաջ ստացա տեսանյութ տվյալ մեր մասնաճյուղից, որ երեխան առանց քայլակի արդեն ինքնուրույն դուրս է քայլում, ճիշտ է, դժվարությամբ, դանդաղ, մի քիչ բալանսի հետ կապված հələ դժվարություններ կվճռում, բայց երեխան թողել արդեն ձեռնփայտերը թողել է, իրան օժանդակող անձը արդեն հեռու է կանգնում մոտավորապես 1 մետր հեռավորության վրա ուղղակի ապահովում է իր շարժը, բայց երեխան արդեն ինքնուրույն է։ Իսկ քանի հոգի երեխա կա ձեզ մոտ, որոնք հիմա բոլոր կենտրոններում են, այո։ Այցելումների թիվը երեխաների մոտավորապես տատանվում է 300-ից 350։ Իսկ դուք բարբերաբար այցելում եք բոլոր կենտրոնները։ Բոլոր մեկ աշխատում։ Շատ լավ հարց եք տալիս, արդեն ոնց որ նեղ մասնագիտական մեր այդ ներքին, հա, տղաների հետ ու մեր մասնագետների հետ շփման process-ն է։ Այնքան շատ են վստահում մեր մասնագետներին, ոչ մի կենտրոն չեմ այցելում, չեմ գնում, չեմ հետևում, չեմ նայում։ Մենք մեր մասնագետների հետ ունենք edge։ Ուղղակի բոլոր դժվարությունները, բոլոր մարտահրավերները, բոլոր հաջողությունները կիսում ենք այդ edge-ում որպես հիմնադիր, որպես իրանց լավ ընկեր, ես ղեկավար բառը չեմ ասի, որպես իմ մասնագետների բարեկամ եւ ընկեր, եղբայր իմ փորձով անընդհատ կիսվում եմ։ Մենք մեր կրթությունը անընդհատ շարունակական ենք դարձրել։ Ասեմ, որ այս պահին նաեւ աշխատանքի եւ սոցիալական նախարարության հետ անցնում ենք իրանց դասընթացը, անձի ֆունկցիոնալ գնահատման դասընթացների ենք մասնակցել, արդեն ոնց որ պրակտիկ դասեր անցել ենք, տեսական կողմը անցել ենք, պատրաստում ենք նաև քննության եւ մեր մասնագետները կարծում եմ պատվով հանդես կգան։ Բոլոր դժվարությունները, մարտահրավերները եւ նորը կիսում ենք իրար հետ միայն այդ edge-ով։ Վստահությունը մասնագետների նկատմամբ շատ բարձր է, որովհետեւ մենք չենք ընտրել մասնագետ, մենք ընտրել ենք մարդ։ Շեշտը դրված է եղել ընտրությունը կատարել մարդու։ Մի հատ հետաքրքիր տես փիլիսոփական չէ, տես Սամփոփով որ ցերեկով գնում է շուկա, ասում են ինչ ես անում ձեռքդ։ Սամփոփը ասում է ես մարդ եմ փնտրում։ Մենք տվյալ ճանապարհը հաղթարեցինք ու տվյալ ճանապարհը պահպանում ենք որպես գաղափարախոսություն, որպես առաջնային կարևորություն ոչ միայն մեզ համար, կազմակերպության համար, այլ առաջինը երեխաների համար, առաջինը ծնողների համար, որպեսզի ծնողն էլ գնա եւ տեսնի նրան, ում որ փնտրել են, տեսնեն նրան, ումից որ հույս ունեն եւ իրանց հույսերը կփարատվեն։ Մարաթոնի մասին չխոսեցինք, ինչ այն իրենից ներկայացնում, օգնենք ծնողներին եւ ինչ որ ժամկետների մեջ է այն տեղի ունենալու, թե դա անվերջանալի գործընթաց է։ Գործընթացը անվերջանալի լինելու ես նաև կրկին պետք է շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր մասնագետներին, մեզ աջակցողներին, մեր ընկերներին, ծանոթներին, անծանոթներին, ովքեր խրախուսում են մեր աշխատանքը, ովքեր օժանդակում են կամ որևիցե կերպ օգնում են։ Բարության մարաթոնը ծնվեց մեր բոլոր մասնագետների կողմից, որովհետև մենք գիտենք, որ թերապիաները դուրսը արտերկրում բավականին թանկ արժեն, մեկ դասի արժեքը կարա տատանվի, հայկական դրամով ասեմ 15-ից մինչև 20,000 դրամ։ Եվ մենք հասկացանք, որ մեր հասարակությանը օգնելու համար մենք պետք է կարողանանք նաև ապահովենք մատչելիությունը եւ հասանելիությունը։
Եվ երբ որ զրուցում ենք, ասում ենք մեր օգտակար գործողության գործակիցը որն է, ինչի համար է, մեր միսիան ինչու՞մ է կայանում, մենք ընդունեցինք այն փաստը, որ մենք պետք է նաև անվճար դասընթացներ կարողանանք մատուցենք սոցիալապես ծանր վիճակում հայտնված հասարակության մասին եւ ասեմ, որ այս բանը մենք ծրագիր ենք նաև ներկայացրել պաշտպանության նախարարության այն ծնողները, ովքեր հայրը եւ մայրը ծառայում են բանակում, սպայն եւ ունեն հատուկ կարիքով երեխա, անժամկետ պատրաստ ենք իրականացնենք անվճար թերապիաներ, անժամկետ։ Բարության մարաթոնը գնաց դեպի մարզեր։ Մենք դա իրականացնում ենք Երևանում մեր 9 կենտրոններում։ Ամեն ամիս 100 երեխա հայտարարություն ենք տալիս մեր էջով, որ ընդունում ենք 100 երեխայի եւ տրամադրում ենք տվյալ ամսում 24 անվճար ծառայություն, 36 անվճար դաս, 1 ամիս անվճար դաս եւ իրականացնում ենք։ Վերջերս հանդիպեցինք Լոռու մարզի մարզպետին եւ ներկայացրեցինք մեր իրականացվող աշխատանքը, որը որ հավանության ենթարկվեց, նաեւ ծանոթացրեց մի շատ լավ մարդու Լիլիա Աբրահամյանին, ում նաեւ շնորհակալություն ենք հայտնում, եւ նաեւ Լոռու մարզում կա Բազում գյուղ, այնտեղ տրամադրեցին իրանց պատրաստված յուրահատուկ սենյակը եւ ամեն կիրակի օր մենք մասնագետներով պայմանավորվում ենք եւ մեկնում ենք Լոռու մարզ եւ այնտեղ երեխաների հետ իրականացնում ենք մեր դասընթացները։ Ճիշտ եմ հասկանում, որ մարզերում ոնց որ Երևանում աշխատանքը ընթանում, տենց կենտրոններ դեռ չկան, բացի այդ շաբաթը մի անգամ Լոռու մարզից։ Մեր կողմից իրականացվող։ Այո։ Աշտարակ քաղաքում ունենք, այս բան արդեն կենտրոնը գործում է, բալիկներ ունենք, որ արդեն հաճախում են։ Գառնիում ունենք, նույնպես իրականացվում աշխատանքներ։ Գյումրիում շինարարություն է գնում, նաև մեր մյուս ծնողին Ռաֆայելին պետք է շնորհակալություն հայտնեմ, եւս ունի հատուկ կարիքով երեխա եւ Գյումրիում գտնվող իր սեփական տունը վերանորոգում ենք միասին, որպեսզի դառնա կենտրոն եւ նաև կարողանանք աջակցենք Գյումրիի երեխաներին։ Իսկ ընդհանուր թիվը այդ բալիկների կա վստահ կլինի այն երեխաների թիվը, ովքեր որ անցել են անձի ֆունկցիոնալ գնահատումը եւ իրանց տվյալները կա նախարարությունում, ես մոտավորապես կարող եմ ասել մոտ հատուկ կարիքով երեխաների թիվը կարող է տատանվել 7-ից մինչև 10,000 երեխա, հնարավոր է տատանվել, որովհետեւ միայն իմ 12 տարվա աշխատանքի process-ում առնվազն միջև 3000 երեխա ես տեսել եմ։ Ստացվում է, որ դուք ընդամենը այսօրվա դրությամբ ցավոք սրտի ընդամենը 5%-ին է կարողանում օգնել։ Այո, բայց մենք հույս ունենք, որ հետագայում մեր կենտրոնները ավելի կմեծանան կամ որից է պետական ծրագրի հետ կամ պատվիրակված ծրագիր կունենանք նախարարություններից հետ կամ առողջապահության նախարարության հետ կամ աշխատանքի ու սոցիալական նախարարության հետ։ Իսկ այդ ուղղությամբ արդեն տարվում են աշխատանքներ պետական աջակցություն ստանալու համար։ Երբևէ պետական աջակցություն չենք ստացել, երբևէ մասնավոր աջակցություն չենք ստացել բացառապես իմ ընկերների, մտերիմների, ծանոթների, որոնք որ ըստ իրանց հնարավորության սահմանում են կարողացել մեզ օգնել։ Դա սկզբունքային մոտեցում է, թե եթե օգնեին դեմ չէիք լինի։ Ընկերների կողմից պետական մենք մեծ սիրով կընդունենք պետական աջակցությունը եւ ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, հանդիպումներ եղել են, բազմիցս հանդիպումներ եղել են ոչ միայն նախարարությունի, այլ նաև Երևանի քաղաքապետարանի, սոցիալական վարչության, առողջապահության վարչության հետ։ Սպասում ենք արձագանքի, ասեմ, որ ինչքան եք արդեն սպասում։ Անցնում է ժամանակը անցնում է, երբ մենք մտածում ենք, թե մեր անունը բարության մարաթոնի պետք է լինի աջակցենք ծնողներին, թե օգնենք ծնողներին, մենք հասկացանք, որ աջակցությունը ինքը կարա լինի որպես աջակցություն երբեմն, կարա լինի երբեմն կամ ըստ ժամանակահատվածի, հա, իսկ երբ որ մենք հասկացանք, որ օգնենք, դա հենց առաջի օգնության մասին է խոսքը գնում, մենք այդ ժամանակ էլ չսպասեցինք եւ մեզ որպես հանրօգուտ աշխատանք կատարող կազմակերպություն կլինենք մենք հասարակական կազմակերպություն, թե ուղղակի անհատ ձեռնարկատեր, ամեն դեպքում մենք բավականին մեծ շարժ ենք անում եւ ասենք, որ տարածաշրջանում 13-14 կենտրոն,
որպես ցանց այդպեսին ու նման աշխատանք կատարող մեր ուսումնասիրություններում չեն գտել։ Ես ուզում եմ ուղղակի դիմել այն նախարարություններ, այն կառավարության եւ քաղաքային թողալնի մարզային բոլոր այն կառույցներին, որոնք պարտավոր են դրանով զբաղվել։ Եթե մենք Հայաստանում ունենք 7-ից 10,000 երեխա, որոնք ունեն այդ կարիքը օգնության, դա ձեր, ես իրանց եմ դիմում, դա ձեր պարտականությունն է ապահովել այդ երեխաներին պատշաճ ձևով օգնությանը։ Ու եթե կա կազմակերպություն, որի ներկայացուցիչները այսօր մեզ մոտ են, ու ձեզ դիմում են, ու եթե դուք իրանց մերժում եք կամ գցում եք, չգիտեմ, ասում եք դե վաղը չէ մյուս օրը, դուք լավ մարդ չեք առնվազն։ Այդ էլ թող ես տենց ասեմ, որովհետև գիտեմ ինչքան դժվար է տենց երեխեքի հետ կյանք անցնել, ինչ ծանր է դա, ինչ ծանր բեռ է ծնողների համար, ու դուք ինչ ծանր բեռ եք վերցրել ձեր վրա։ Եվ որքան կարևոր է, որ թե երեխաները, թե ծնողները առավել եւս հասկանան, որ իրենք մենակ չեն։ Եվ կարծում եմ ամենայն առաջին մեկնարկային զգացողությունը, որ պիտի ճանապարհ անցնեն ու մենակ չեն, հենց դա է։ Եվ դուք այդ զգացողությունը պարգևում եք, այնուհետև անցնում եք իրենց հետ բոլոր դժվարությունների միջով, իսկ արդյունքով ուրախանում եք միասին, բնականաբար։ Մի sense շատ կոնկրետ հարց տամ։ Ինչքան գումար է պահանջվում բյուջեն մոտավորապես ինչքան պետք է լինի, որ այդ 7-ից 10,000 երեխաները ունենան պատշաճ վերաբերմունք ու կարողանան այցելել կենտրոններ, կարողանան կյանք մտնեն։ Ես ուզում եմ ասեմ, որ վստահ այդ երեխաների մի մասը այցելում է կենտրոններ եւ մյուս մասը չի այցելում կենտրոններ այդ ֆինանսական դժվարություններից ելնելով ճանապարհ հաղթելուց, որովհետև նաև մարզերի մասին խոսեցինք, մարզ կենտրոն հասնելն էլ է դժվար, ֆինանսներ տրամադրելն էլ է դժվար եւ թերապիաների գներն է բավականին տատանվում են։ Ներողություն, իսկ իրազեկվածության խնդիր կա, բոլորը տեղյակ են, միգուցե կա ֆինանս, բայց տեղյակ չեն։ Իհարկե իրազեկվածության խնդիր կա եւ ասեմ, որ մենք մի հետաքրքիր ժեստ ենք մտածել այն անձանց համար, հասարակության համար, ովքեր որ հանդիպեն խանութում, տրանսպորտում, մետրոյում, փողոցում, որևիցե միտեղ հատուկ կարիքով երեխայի եւ երբ որ տենան երեխայի վարքային դրսևորումները ուղղակի չնեղվեն, չլարվեն եւ նաեւ իրենց վարքով ծնողին վադրության մեջ չդնեն եւ ես կուզեմ որ ես ու Գոհարը այդ ժեստը միասին ցույց տանք նախ կարելի է երկու ձեռքերը սեղմել եւ ծնողին տվյալ անձին ասել որ ես տեղյակ եմ, ես իրազեկված եմ եւ ուղղակի ժպտալ։ Շնորհակալություն։ Սա Խաչատրյանը եւ Գոհար Գրիգորյանն են մեր հյուրերը, մարդիկ ովքեր ադապտիվ ֆիզկուլտուրան բերեցին մեր երկիր, սկսեցին դրանով զբաղվել եւ օգնում են բալիկներին, ովքեր ունեն ոնց է ճիշտ արտահայտվել հատուկ կարիքով դժվարություններ կամ կրթության առանձնահատկության կարիքներ ունեցող երեխաներին։ Ձեզ շատ շնորհակալ ենք ու հուսով ենք, որ մեզ կլսեն, ձեզ կլսեն եւ կօգնեն, կարողանանք մենք ձեր կենտրոնների քանակը ավելացնել այդքան, որ բոլոր Հայաստանում բալիկները, ովքեր կարիք ունեն, կարողանան ձեզ դիմել։ Շնորհակալ ենք հրավերի համար։